Դերասանուհի Տոմա Պետրոսյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր հոլովակ է հրապարակել երգիչ Ռազմիկ Ամյանի մասնակցությամբ, ցույց տալով, որ իրենք համատեղ մի միջոցառման են մասնակցել։ Համացանցի օգտատերերին սակայն հետաքրքրել է այն փաստը, որ Ռազմիկ Ամյանը տվյալ հոլովակում բավականին նիհարած է, ինչը հարուցել է երգչի երկրպագուների անհանգստությունը։ Սակայն ինչպես կարելի է ենթադրել, Ռազմիկի ծավալած ակտիվ գործունեությունից անհանգստանալու ոչ մի պատճառ էլ չկա, քանի որ երգիչը բուռն զբաղված է նոր երգերի թողարկմամբ ու համերգային ծրագրերով։ Հավելենք նաև, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Ռազմիկը խոսել էր կնոջ ու ընտանիքի մասին, մասնավորապես ընդգծելով. Երկար տարիներ շրջանառվում էր այն լուրը, թե երգիչն ու կինը Լիլիան ամուսնալուծվել են։ Իր բացառիկ հարցազրույցներից մեկում Ռազմիկ Ամյանը խոսել էր այդ թեմայից ու նշել. Ամուսնալուծվելն այսօր ինչ է, թղթով չէ, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանում է միտքդ նրա մտքից, դու ցավեցրել ես քո երեխաների մորը, ով քեզ երեխայի շնորհիվ կյանք է տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ ինքը հասկացող է ու մենք իրար հետ ենք, ինպես խմող չի եղել խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ։ Միանգամից հասկացա, որ մեր սերը պետք է լինի նարկոտիկը։ Երգիչը նշել էր, որ դժվար փուլեր շատ են ունեցել, բայց նաև շեշտել էր, որ իրենց հաջողվել է զրուցել, հասկանալ միմյանց ու շարունակել միասին լինել։ Չէ, իրար հետ ենք, երբեք ամուսնալուծված չենք եղել մենք, դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ կինս հասկացող է եւ մենք իրար հետ ենք։ Կան ցավալի բաներ, ես իմ կնոջից ոչ մի գաղտնիք չունեմ։ Մենք խոսել ենք ու վերջակետ դրել բոլոր մութ հարցերին, որովհետև 22 տարի է միասին ենք։ Ես նրա աջակցությամբ շատ բաների եմ հասել, շատ սխալ գայլերից ինձ հետ է պահել, որ զբաղվեմ իմ սիրած գործով։ Բուժելու խնդիրներ շատ կան, խոստացել ենք, պիտի անենք։ Իմ մեղքը պիտի քավեմ, եթե նա թույլ տա, անչափ շնորհակալ եմ նրան դրա համար։ Ինձպես խմող երևի չի եղել, դրա համար հիմա չեմ խմում։ Դրա կարիքը չկա, սթափ, լավ է, կարիերան ինձ ստիպեց լինել այնպիսի տեղերում, որտեղ կարող են լինել վատ սովորություններ։ Խմելուց սկսած վերջացրեց ամենավատ սովորություններով, այ դա քեզ գցում է, այ դա չի կարելի։ Երիտասարդներին ուզում եմ ասել՝ մի արեք, պիտի թքեք դրա վրա։ Ես կարող եմ, չէ, օրինակ ծառայել, ուզում եմ լինել լավ օրինակ ու կլինեմ։ Հիմա այլևս չկան այդ սովորությունները, ինչպես կարողացա, ուղղակի հասկացա, որ ամենաթանկը չեմ կարող կորցնել, ընդգծել էր երգիչը։ Մի քանի րոպեներն սիրելիներս նավահանգստում կսկսի մեր ոնց են ասում իրան դու լավ ես ասում համերգային շոու ծրագիրը։ Մենք հիմա գտնվում ենք Էնսինադայում, արդեն ափին ենք եւ Էնսինադայում կատարելու ենք Պենսինադա, Սերենադա եւ լավ ժամանինադա ենք անցկացնելու։ Ու ինձ նովապարես, լծված լինես իմ մեծ սիրով, ու ինձ նովապարես, ծնկի չան ես կաղոթեմ քո կյանքի համար, ծնկի չած ես կաղոթեմ քո կյանքի համար, ապրիմ այն Հայաստան, հայոց աղունակ բարևտան, գնա դեպի այն Հայաստան, հայոց աղունակ բարևտան, թե որտես գերված մասից, մենք նրա համար ենք լալիս, ծնկաչոքայդի ենք գալիս, հայոց աղունակ բարևտան,
Մի աշխարհը ձեզ նման Բրծավ կոնցերտը Համբերգը Ռազմիկ Ամյանի Վրաստանում Թիֆլիսում շատ լավ անցավ ամենի ժողովուրդը գոհ են դրս նայում եմ սա ուղիղները ու տենանք Ռազմիկի կարծիքը լսենք Ողջույն բոլորին, Սլավա արդեն ասեց, որ շատ լավ անցավ, ես բան չեմ ասի, ուղղակի առաջին անգամ տպավորությունները շատ մեծ են, խորին շնորհակալություն եկես եւ աշխատակազմին, եւ Արմենին, եւ հանդիսատեսին, անչափ գոհ շնորհակալ։ Հույս ունեմ, որ դալնեշը մենի ինձ կարծարացնեմ ու կարժանանամ ես գնահատականին ես ծապեմ, մերսի շատ։ Ես վստահ եմ, որ միշտ հիշելու են Ռազմիկի Համբերգը, ուրիշ համատել են ուրիշ համերգների հետ, որ գոնե այսպես եմ համերգ։ Մերսի։ Ամեն ինչ լավ է։ Ուրա։ Կոլսեն Ջեմալյանի աշակերտության անունով բարի քալուստ կմաղթենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր երգիչ Ռազմիկ Ամյանին եւ իր նվագախումբին։ Ռազմիկ Ամյան Սիդնի գտնվի Ավստրալիո հոմենեթմենի շրջանային վարչության հրավիրով մասնակցելու հոմենեթմենի 100-ամյակի միջոցառումներուն։ Արի եղբայր, փառաբանենք մեր քաղաքապար հայոց լեզուն, մեր սրդի ջուր, մեր ցերքի ջուր։ Մի աշխարհը ձեզ նման Ողջունում եմ բոլորի սիրելիներս, համբերություն, ամուր եղեք, պինդ եղեք եւ վստահ եմ ամեն ինչ լավ լինելու։ Իհարկե դժվար է շատ, բայց քանի որ կան մեր հայրենասեր մարդիկ, այս թվում նաեւ Պիտիգորսկի հայ համայնքը, որի համար խորին շնորհակալություն իրանց աջակցելու համար 1 միլիոն ռուսական են տրամադրել ընտանիքներին 4 միլիոն դրամանում 100,000 դրամով 40 ընտանիքի, որ պետքա ժամանակավոր ապահովել կեցությունը ու թեթևացնել հոգսերը։ Խորին շնորհակալություն, հետևեք եւ մենք շտապում ենք առաջին մեր հանդիպումը կինը երկու երեխաների հետ առանց ամուսին։ Մնացեք մեզ հետ, հետևեք մեզ։ Էլի Ռազմիկ Ամյան, արակներով ամենալավ, ապրես Ռազ, ապրես, են որ արդարացնում ես լրի, վայ Ռազը ստեղա, Ռազմիկ ապրես, ջիգար, Ռազմիկ, օտիմ քեզ ապրես, հա, չեմ կարա, չէ իրան ուտել։ Սես մարդը հերոս է, ես ինչ ապրեմ, դուք ինձ ծապիկ տվել, ես բատրակեմ։ բատրակեմ։ Իպիտր եկել ակովրա դու սիրուն ես, ես գեշ ծավըտ տանեմ, ապրես, օտիմ քեզ։ Լիքը մարդիկան բան են ներկայացնում։ Լսի, քեզ եմ ասում քո դիմաց, ես էլ բորմտնով բաներ չունեմ։ Դու քո արժանի Արցախից հավատես, ուրիշ բան չունեմ։ Ռազին ասեցինք, որ ձետ չունենք ընդհանրապես, արակ տուփերով 150 շիշ ձետ է կա։ 14 տուփ։ Բարի օր եմ ցանկանում լինի հայրիս համար, ինչպես նաև աշխարհում գտնվող բոլոր խաղաղասեր մարդկանց համար։ Ես առաջին անգամ պետք է խոսամ այս մասին, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ է ինչ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում հայրիս մի մասը Արցախում գտնվող արցախցիներիս վիճակը եւ գնալով ակնհայտ տեսնում ենք, որ շատ ավելի ծանրանում է։ Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ է թերի եւ չգիտես ինչու միջազգային հանրությունը դրա մասին լռում է եւ լուծում
չեն կարողանում բոլոր այն միջազգային կազմակերպությունները ու միջամտությամբ կարող է կարգավորվել այս հարցը, չի կարգավորվում։ Մենք դարից ավել է հայերս պայքարում ենք ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, պայքարում ենք դրան դիմաց որ ճանաչեն եւ որոշ դեմոկրատ երկրներում ճանաչել են, որոշները լռում են եւ այսօր ակնհայտ նույնը տեղի ունենում Արցախի ժողովրդի հետ։ Ցեղասպանում են մեզ։ Ես խնդրում եմ, ես իհարկե հասկանում եմ, որ ինչի համար է այդպես, բայց ցանկությունս մեկն է, եթե ես իմ հերթին կարող եմ խոսքս լսել լինի աշխարհին, ես երջանիկ մեկը կլինեմ եւ խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել եւ այս հարցին լուծում տալ այն երկրներին, ումից շատ բան է կախված։ Իմ հարազատներս գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավալ։ Ես հույս ունեմ, որ լսելի կլինի։ Ես բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, իմ Արցախիս, մեզ բոլորիս համբերություն եւ հույս ունեմ, որ Աստծո լույսը մեզ կտա այս հարցին շատ արագ կարգավորում, որովհետեւ ելի եմ կրկնվում, շատ վատ է վիճակը, շատ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։